Բարև ձեզ հարգելի բարեկամներ։ Ինֆորմացիոն տեխնոլոգիաները ներթափանցել է գրեթե ամենուրեք։ Հասկանալի է, որ շնորհիվ այդ տեխնոլոգիաների ողջ քաղաքակրթությունը շատ արագ փոխում է իր պատկերը եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաները այժմ ունեն ռազմավարական նշանակություն։ Ոչ միայն տնտեսական հարցերի շուրջ ինչ-որ խնդիրներ լուծելու համար, այլ նաեւ պայմանավորված քաղաքական process-ներով նույնպես ունեն իրենց ուրույն եւ շատ կարեւոր ազդեցություն։ Այսօր մեր հյուրն է Գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի ինստիտուտի տնօրեն, ֆիզմատ գիտությունների թեկնածու Հրաչ Ասատրյանը։ Բարև ձեզ, պարոն Ասատրյան։ Բարև ձեզ։ Պարոն Ասատրյան, գիտեք, երևի սկսենք հետեւյալ մի կարևոր հարցից։ Արհեստական բանականությունը այսօր չափազանց կարևոր եւ ինչ որ առումով կարելի ասել մոդայիկ մի ճյուղ է, որը էապես ազդում է տարբեր ուղղություններով հետազոտությունների վրա, սկսած կենսաբանությունից վերջացրած ֆիզիկայով եւ մաթեմատիկայով։ Կարելի է արդյոք ասել, որ դա մի ունիվերսալ գործիքակազմ է, որը էապես հեշտացնում է հետազոտությունների իրականացումը եւ հետագայում մենք կարող ենք սպասել բավականաչափ կարևոր հայտնագործություններ, որոնց հենքը լինելու է հենց արհեստական բանականությունը։ Կարծում եմ այո, որովհետև արհեստական բանականությունը դառնում է շատ կարևոր եւ հիմնական նպատակն է, որպեսզի մեր բանականությունը կիրառենք թվային միջավայրում։ Դրա հիմնական, եթե մենք կարող ենք օրինակ շատ པարզ ձևով տարբերենք կենդանիներին, ապա ինչպես կարող ենք դա անենք օգտագործելով համակարգիչները կամ թվային տարածությունը, որովհետև մենք տեսնելով կենդանիներին կարող ենք շատ հեշտորեն տարբերենք շուն է, կատու է, թե մեկ ուրիշ կենդանի է, բայց համակարգիչների համար դրանք զրոների եւ մեկերի հաջորդականություն է։ Եվ դա իրականացնելու համար բնականաբար պահանջում է օգտագործել մի կողմից մեր բանականությունը, որպեսզի նման ալգորիթմներ կարողանանք մշակենք, մյուս կողմից նոր հնարավորությունները, նոր հաշվողական ռեսուրսները, որոնք հնարավոր են դարձնում իրագործել մեր բանականությունը ժամանակակից տեխնոլոգիաների եւ ենթակառուցվածքների վրա։ Այսինքն դրանք փաստորեն հետազոտություններ են, որոնք կարող են անմիջապես անդրադառնալ նաեւ անվտանգային խնդիրների։ Անշուշտ։ Օրինակ մասնավորապես դեմքերը ճանաչելու հետ կապված խնդիրները կամ օրինակ ռազմական ոլորտում, երբ դուք թիրախ եք ընտրում եւ պետք է ճիշտ ընտրություն կատարեք։ Այո, շատ այդպես է, որովհետեւ կան նույնիսկ դեպքեր, որտեղ անհրաժեշտ է, օրինակ, եթե ինքնաթիռը որոշ ընկնում է турբուլենտության եւ կամ այլ միջավայրերում, մենք սովորաբար ասում ենք ավտոպիլոտը միացնում ենք։ Դա ծրագիր է, արհեստական բանականության ծրագիր է, որը հաշվի առնելով տարբեր պարամետրեր կարողանում է ճիշտ որոշում կայացնել։ Այսինքն դա դառնում է շատ կարևոր տարբեր ոլորտների համար։ Մի կողմից կա անվտանգության խնդիր, մի կողմից կա ճիշտ որոշման կայացման խնդիր, այսինքն հանգամանքներից ելնելով բնականաբար նրա իրագործումը կարող է տալ տարբեր օգուտներ եւ էֆեկտներ։ Չեմ կարող չտալ այս կապակցությամբ եւս մեկ հարց։ Արդեն ինչպես դասախոս։ Շատ հաճախ մենք դժգոհում ենք, որ ուսանողները օգտագործում են այդ արհեստական բանականության հետ կապված փաթեթները իրենց աշխատանքը ինչ որ առումով պատվիրելով արհեստական բանականության։ Օրինակ ChatGPT-ի միջոցով կուրսային աշխատանքներ են գրվում, դիպլոմներ։ Կարելի է արդյոք ասել, որ կա նաև այդպիսի վտանգ, որ այն տրամաբանությունը, կուր հստակ մտածելակերպը, որը պետք է ինչ-որ առումով փոխանցվի ուսանողներին, այս դեպքում փոխարինվում է պարզապես մեքենաներին եւ դա նաև մտածելակերպի վրա հետագայում կարող է բացասաբար անդրադառնալ երիտասարդների։ Անշուշտ այդ վտանգը կա, որովհետեւ դա մի միջոց է, որտեղ ուսանողները հեշտությամբ կարողանում են ստանալ իրենց պատասխանները եւ մի կողմից միգուցե բթացնում է նաև նրանց հետագա զարգացումը, որտեղ նրանք կարող են դիմել մեկին, որը անվճար է, որը հեշտ կարող է պատասխանել եւ ուստի դրա համար չվատնեն ժամանակ այդ ամեն ինչը հետազոտելու, իրականացնելու եւ այլնի համար։ Այդպիսի վտանգ կա եւ որոշ երկրներ, օրինակ ինչքան գիտեմ Իտալիան, արգելում է, որպեսզի ուսանողները օգտվեն նման ռեսուրսներից։ Ես ինչի այդ հարցը տվեցի, որովհետեւ մասնավորապես Կալիֆոռնիայի տեխնոլոգիական համալսարանում ժամանակին, երբ շատ ակտիվ սկսեցին օգտագործել այդ ինֆորմացիոն տեխնոլոգիաները դասախոսությունների համար, փոխարինելով գրատախտակը կոմպյուտերներով, որոշ ժամանակ անց տեսա, որ ուսանողների մակարդակը կտրուկ անկում է ապրել եւ նրանք այժմ բառից բուն իմաստով կավիճով գրատախտակի մոտ ստիպելով, որ
երիտասարդները գրեն համապատասխան դասախոսությունները, անց են կացնում բավականաչափ մեծ լսարանի առջև հասարակ պարզ, ոնց որ ասում են, պապական մեթոդներով դասախոսություններ եւ էապես որակը բարձրացել է։ Իսկ այսպիսի մի հարց, ինչպիսի առաջատար հետազոտություններ են ձեր ինստիտուտում այժմ իրականացվում եւ ինձ հատկապես հետաքրքրում է կոնկրետ գիտական ինչպիսի ճյուղեր են զարգանում, որոնք կապված են ինֆորմատիկայի հետ եւ տեսեք, նախ մեր ինստիտուտը կոչվում է ինֆորմատիկայի ավտոմատացման խնդիրների ինստիտուտ, մենք ունենք գերակայություններ, որոնք հիմնականում փակում են առաջատար ուղղությունները կոմպյուտերագիտության եւ կիրառական մաթեմատիկայի, ունենք բաժիններ, որոնք հիմնականում զբաղվում են տեսական կոմպյուտերագիտությամբ, ինչպես դիսկրետ մաթեմատիկա, գրաֆների տեսություն, տվյալների մոդելավորում, ինֆորմացիայի տեսություն, անվտանգություն, կրիպտոգրաֆիա եւ այլն, այնպես էլ կիրառական ուղղություններ, որտեղ մենք տրամադրում ենք ծառայություններ գիտական հանրությանը, ինչպես ցանցային տեխնոլոգիաներ, հաշվողական ռեսուրսներ, տվյալների պահոցներ եւ այլն։ Այսինքն ինստիտուտը այդ կողմից գտնում է շահեկան վիճակում, որովհետեւ մի կողմից մենք տրամադրում ենք ռեսուրսներ, որը շատ կարեւոր է հետազոտությունների համար, մյուս կողմից հենց մենք հանդիսանում ենք այդ հետազոտությունների իրականացնողներ։ Եվ ուստի օգտվելով դրանից մենք միևնույն ժամանակ նաև զարգացնում ենք միջգիտակարգային ուղղությունները, ինչպես կենսաինֆորմատիկան, գեոինֆորմատիկան եւ տարբեր ուղղություններ, որոնք իմ կարծիքով հենց վերաբերում են բուն հաշվարկների եւ տվյալների մշակմանը։ Փաստորեն դա միջառարկային կապն է։ Դա միջառարկային կապն է, ինչը շատ կարևոր է։ Շատ կարևոր է։ Այդ դեպքում այսօր շատ բուրըն զարգացում է ապրում քվանտային ինֆորմատիկան եւ դա նույնպես միջառարկայական հետազոտություններ են, ընդ որում այստեղ շատ ակտիվ ինչ որ առումով հյուսվում են ֆիզիկայի հետ կապված խնդիրները, ֆունդամենտալ մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի։ Կան արդյոք Հայաստանում խմբեր, որոնք նպատակաուղղված զբաղվում են քվանտային ինֆորմատիկայի հարցերով, մասնավորապես խոսքը վերաբերվում է մաթեմատիկական տեսանկյունից, ալգորիթմների, եւ արդյոք ձեր ինստիտուտը հետագայում չի պլանավորում նման ուղղությամբ հետազոտություններ ընդլայնել եւ իրականացնել։ Մենք արդեն սկսել ենք այդ իմաստով իրականացնել որոշակի աշխատանքներ, որովհետեւ շատ քվանտային խնդիրներ բերվում են դիֆերենցիալ հավասարումների լուծման, այսինքն ժամանակից կախված տարբեր դիֆերենցիալ հավասարումների լուծման կամ երեք մարմնի խնդիրներ, այսինքն տարբեր խնդիրներ, որոնք դասականորեն բերվում են տարբեր մաթեմատիկական խնդիրների լուծման համար, եւ մենք արդեն սկսել ենք տարբեր աշխատանքներ իրականացնել դրանց լուծման համար։ Առաջին փուլում մենք իրականացնում ենք լուծում օգտագործելով ավանդական մեքենաները, ոչ քվանտային մեքենաները, որովհետեւ քվանտային մեքենաների համար հիմնական խաղաց դերակատար IBM-ն են եւ մյուս ընկերություններն են, որոնց ցավոք մենք չունենք հասանելիություն, ելնելով քաղաքական կամ այլ պատճառներով։ Ոստի այս փուլում մենք իրականացնում ենք քվանտային խնդիրների իրականացումը սովորական համակարգիչների վրա, օգտագործելով տարբեր մաթեմատիկական ապարատներ, որը կարծում եմ կարող է լավ հիմք հանդիսանալ հետագայում արդեն այդ ամեն ինչի իրականացնելու քվանտային մեքենաների։ Այսինքն փաստորեն դուք դիտարկում եք դասական ալգորիթմները, բայց քվանտային համակարգեր եք նկարագրում։ Այո, այո։ Հաջորդ փուլը պետք է լինի արդեն քվանտային ալգորիթմների հիման վրա այդ ամեն ինչի իրականացումը եւ համեմատությունը տարբեր տեսանկյուններից։ Ու ինչքանով որ ես հասկացա, փաստորեն այդ աշխատանքները բավականաչափ փակ են պահում։ Չեն ցանկանում դրա մասին տալ ինֆորմացիա։ Դրա համար մենք ինստիտուտում ունենք տարբեր այսպիսի գերակայություններ, ինչպես նշեցի, կարեստական բանականություն, քվանտային համակարգեր, տիեզերքի space տեխնոլոգիաներ, այսինքն տարբեր տեխնոլոգիաներ, որը ոչ միայն կարևոր է գիտության տեսանկյունից, այլ նաև Հայաստանի Հանրապետությունում նրանց ներդրումը մեր կարծիքով կօգնի այս կամ այն խնդիրների ավելի էֆեկտիվ լուծմանը։ Պարոն Ասատրյան, ես շատ հաճախ հետևյալ կարծիքն եմ լսում։ Չեմ որքանով դա ճիշտ է, թե ես ինչ-որ մանով սխալ եմ, խնդրում եմ ինձ ուղղեք։ Ասում եմ, որ օրինակ նույն Միացյալ Նահանգներում այդ սիլիկոնյան հովիտը, որ կա, այդ իրենց ամենահայտնի տեխնոլոգիական կենտրոնը, ունի մեծ քանակի մասնագետներ, որոնք աշխատում են ինչպես ծրագրավորողներ, բայց ավելի շուտ կոդ գրողներ են այդ մարդկանց անվանում, եւ ասում են, որ դրա համար առանձնապես նույնիսկ բարձրագույն կրթություն էլ պետք չէ։
Սակայն մյուս կողմից մենք գիտենք, որ Հայաստանում կիրառական մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի ուղղությամբ շատ մեծ քանակի ուսանողներ պատրաստվում են եւ բավականաչափ նաեւ մեծ քանակի ուսանողներ հավակնում են այդ ուղղություններով սովորելու։ Կարելի է արդյոք ասել, որ ինչպես առանձին վերցրած ճարտարագիտական ուղղություն այսօր զարգացումները այնքան արագ են այդ ոլորտում, որ պարզապես հիմնարար կրթությունը մաթեմատիկական արդեն կորցնում է իր իմաստը եւ ավելի շատ պետք է լուծել կարճատև եւ կոնկրետ ինչ-որ կրթական ծրագրերի խնդիր, որ ամեն անգամ այդ մասնագետները ի վիճակի լինեն նոր, այսպես կոչված տենդենցիաներին համապատասխանեն, թե ի վերջո այդ հիմնարար կրթությունը անհրաժեշտ։ Ես օրինակ կողմնակից եմ հիմնարար կրթության, մի անգամից ասեմ, էլի։ Այդ անդադ այդ վեճը կա։ Ես ճիշտ ասած ձեր կարծիքի հետ այդքան էլ համաձայն չեմ առաջին կարծիքին, որովհետև այդպիսի բարձրագույն խնդիրները դուք նշեցիք օրինակ ChatGPT-ին կամ մյուսները կոդ գրելը իրենք շատ ավելի լավ կարող են գրել։ Հիմա ավելի շատ կարևորվում է մաթեմատիկայի հիմնարար գիտության դերը, որովհետև այդ դարաշրջանը մենք արդեն ավարտում ենք։ Եվ հիմա եթե դուք նայեք վերջին վիճակագրական վերլուծությունները նույն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, նրանց քանակը էապես իջնում է, այսպես կոչված կոդ գրողների։ Այսինքն շատ ավելի կարևորվում են մասնագետները, որոնք ունեն հիմնարար գիտելիքներ մակարդակի համապատասխան, որովհետև այդ բարձրագույն մակարդակը արդեն նոր տեխնոլոգիաները կարող են մեզանից ավելի կոդ գրողներից ավելի լավ իրականացնել առանց վճարի եւ շատ արագ հասկանալ։ Այսինքն հակառակ տենդենսն է հիմա գնում։ Շատ լավ է դա։ Որովհետև միջին մակարդակի կոդ գրողներ կամ ցածր մակարդակը այլևս այդքան էլ հետաքրքիր չեն մեծ պահանջարկը այդքան էլ չկա, որովհետև նրանց փոխարեն կարող են օգտագործել նոր տեխնոլոգիաները, որպեսզի այդ կոդերը գեներացվեն։ Այստեղ շատ կարևոր է դառնում խնդրի լուծում տվողներ, այսինքն ասել, որ այսպիսի ալգորիթմով խնդիրը ավելի լավ կլուծվի։ Ուստի դրա համար պետք է ունենալ հիմնարար գիտելիքներ, որպեսզի կարողանան այդ խորհուրդը տալ։ Այսինքն կոդ գրելը արդեն դառնում է ոչ այդքան կարևոր իմ կարծիքով։ Դերևի այդ կապակցությամբ փորձենք մի այսպիսի հարց քննարկել ձեր հետ միասին։ Հայաստանում կա բավականաչափ զարգացած շուկա ինֆորմացիոն տեխնոլոգիաների։ Այդ ձեր նշված իրավիճակը փաստացի նոր պահանջներ է դնում այդ մասնագետների առջև։ Կա արդյոք հնարավորություն, որ այդ շուկան Հայաստանում կընդլայնվի եւ մեր երիտասարդները ավելի մեծ եւ ավելի լուրջ ծրագրերի կսկսեն մասնակցել այդ նման հնարավորություն արդյոք ունի Հայաստանը։ Ես կարծում եմ, այո, դուք նշեցիք, որ IT սեկտորը Հայաստանում զարգանում է։ Ինչքան, եթե չեմ սխալվում, համախառը ներքին արդյունքում նրան կազմում է 7% մոտավորապես եւ բազմաթիվ տեսակարար կշիռ ունի։ Եվ վերջին տարիներից, այսպես կոչված R&D ներթափանցում այդ ընկերություններում ավելի գերակշիռ է դառնում։ Ես գիտեմ մի քանի ընկերություններ, օրինակ Siemens ընկերությունը, որը ամբողջ R&D-ին ինչ որ ուղղությամբ իրականացնում է այստեղ։ Եվ կարծում եմ այդ օրինակները շատանալու են մյուս տարիներին, ուստի մեր համալսարաններում պետք է շատ ջանք թափենք, որպեսզի պատրաստենք նման բարձր կարգի մասնագետներ, որոնք բնականաբար ոչ թե շահագործող, այլ մտածող, ստեղծագործելու հմտություններ ունեցող, այսինքն ոչ թե սպառող, այսպես ասած, որը շատ կարևոր է դառնում եւ նրանց աշխատավարձը կարող է պատիկ անգամ ավելի բարձր լինել, քան շահագործող երիտասարդների կամ մասնագետների։ Հայաստանը այս մի քանի տարվա ընթացքում շատ կարևոր ձեռքբերում ունեցավ։ Հայաստան բերվեց գերհզոր համակարգիչ, ազնավուր, եւ ես շատ կխնդրեի, որ դուք պարզապես մի քանի կարևոր ուղղություններ նշեիք, որոնք որ կարող են հետազոտվել, ինչպես գիտության առանձին ճյուղեր, այդ համակարգչի միջոցով, որովհետեւ ոնց որ թե Հայաստանում դա առաջի դեպքն է, որ նման հզորությամբ համակարգիչ կա։ Ես ասեմ, ազնավուրը ինքը բաղկացած է 25000 մոտավորապես պրոցեսոր միջուկներից բաղկացած մի համակարգ է, որը տարածաշրջանում միակն է։ Տարածաշրջան ասելով ի նկատի ունեմ արևելյան գործընկերության երկրները, այդ թվում Ուկրաինա, Ադրբեջան, Վրաստան, ինչպես նաև նախկին սովետական միությունում երկրորդ երկիրն ենք, որ ունենք նման ռեսուրս Ռուսաստանի Դաշնությունից հետո։
Եվ դա հնարավորություն է տալիս, որպեսզի մեր գիտական հանրությունը օգտագործի նման ռեսուրսները իրենց գիտական խնդիրների լուծման համար։ Պատկերացրեք, դուք հետազոտում եք մի համակարգ, որը օրինակ բաղկացած է 1000 մոլեկուլից, եթե մեկ ուրիշը 10000 մոլեկուլից կարող է այդ նույն համակարգը հետազոտել, ապա նա ավելի մեծ շանս ունի լավ հոդված գրելու, որտեղ դիտարկում է ավելի մեծ դեպք, ավելի կոմպլեքս դեպք, եւ ունենք արդեն իսկ մոտավորապես 70 օգտագործողներ, որոնք օգտվում են համակարգչից տարբեր խնդիրների լուծման համար, լինի դա կենսաինֆորմատիկա, նոր նյութերի հայտնագործում, դեղերի հայտնագործում, ֆիզիկա, աստղաֆիզիկա, մաթեմատիկա, ինչպես նաև կան ընկերություններ, որոնք շահագործում են ռեսուրսները, որովհետև այստեղ էլ շատ կարևոր խնդիր կա, այսպես կոչված թվային անկախացումը։ Օրինակ, ինչ կլինի, եթե մեկ օր մեզ դրսի ռեսուրսներ չտրամադրեն։ Այո։ Սա էլ շատ կարևորում է, հատկապես վերջին տարիներին Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Եվրոպա հակամարտություն, որովհետև Եվրոմիությունում այսօր ամենամեծ նախագծերից մեկը դա Եվրոմիության ինքնավարությունն է, որովհետև նրանք էլ տեսան, որ իրենք իհապես կախված են ամերիկյան ընկերությունների կողմից տրամադրվող ռեսուրսներից, լինի Amazon, Microsoft, Google եւ այլն։ Այսինքն մի կողմից սա հնարավորություն է տալիս, որպեսզի գիտնականներ ունենան առավելություններ տարածաշրջանի մյուս գիտնականների հանդեպ, օգտագործելով տեղական հզոր ռեսուրսները, մյուս կողմից սա նաև բերում է թվային ինքնավարության եւ նոր մշակույթի, որտեղ մի բան ունենաս եւ հետո հավի եւ ձվի կոպիտ ասած պատմությունն է, այսինքն որպեսզի կարողանաս հետեմտություններ ունենաս, պետք է ունենաս նման ենթակառուցվածք։ Եվ նաև մենք իրականացրել ենք տարբեր ուսուցումներ համալսարաններում, տարբեր տեղերում, որպեսզի կարողանան ավելի էֆեկտիվ, արդյունավետ օգտագործեն նման ռեսուրսները, որովհետև սա կոմպլեքս համակարգեր են եւ էֆեկտիվ օգտագործելու համար պետք է ունենալ որոշակի գիտելիքներ։ 2017 թվականին, երբ ես այցելեցի Ցուկուբայի համալսարան Ճապոնիա, այնտեղ մեզ հրավիրեցին աստղագիտության կենտրոն, որտեղ գործում էր գերհզոր համակարգիչ։ Իմիջիայլոց, եթե չեմ սխալվում, աշխարհում առաջին եռյակի մեջ էր մտնում այդ համակարգիչը։ Եվ այնտեղ ներկայացնելով այդ համակարգիչը, ուրեմն մենք, եթե չեմ սխալվում, փոխտնօրենի հետ հանդիպեցինք այդ կենտրոնի, նա ասաց, որ համակարգիչը միշտ միացրած է, աշխատում է եւ ամենակարևորը, քանի որ նման կենտրոնները ունեն շատ մեծ համագործակցություն այդ կալաբառացիաների շրջանակում, մենք թույլ ենք տալիս, որ համակարգչի տարբեր երկրներից միանան եւ կարող են այդ հեռավորության վրա հանգիստ օգտագործել հզորությունները համակարգչի եւ միաժամանակ մի քանի ճյուղով հետազոտություններ կատարեն օգտագործելով այդ հաշվարկային հնարավորությունները։ Արդյոք մենք ունենք այդ հնարավորությունը Հայաստանում եւ օգտագործվում է դա այսօր, թե դեռ սաղմնային վիճակում է այդ ամենը, նոր պետք է սկսվի։ Ոչ, ես նույն կենտրոնում եղել եմ, դա կոչվում է Ճապոնիա ազգային սուպերկոմպյուտերային կենտրոն, RIKEN, եւ մենք տրամադրում ենք նույն ընթացակարգով, ինչպես իրենք, այսինքն եւ յուրաքանչյուր օգտագործող, որը ունի հասանելիություն, կարող է օգտվել գտնվելով աշխարհի ցանկացած կետում ունենալով ինտերնետ։ Եվ տրամադրելով նրան իրեն ինիցիալները, որոնք կարևոր են, որպեսզի ունենալ մուտք սուպերկոմպյուտերին, նա կարող է օգտվել գտնվելով կամայական տեղ աշխարհի։ Այսինքն ուղարկում է իրեն խնդիրը, ինքը նույնիսկ չի սպասում, երբ կավարտվի։ Երբ որ խնդիրը ավարտվում է, ինքը պատասխանները ստանում է, օրինակ հաջորդ օրը կարող է մտնել գերհամակարգիչի նորից, տեսնել պատասխանները կա թե ոչ եւ նորից ուղարկել խնդիրը, եթե իրեն չի բավարարում։ Այսինքն կարիք չկա, որպեսզի գիտնականները սպասեն, երբ կավարտվի եւ այլն եւ այլն։ Այդ բոլորը մենք օգտագործում ենք նույն տեխնոլոգիաներ, ինչ որ օգտագործում են բոլոր ազգային գերհամակարգչային կենտրոնները աշխարհում։ Բարի։ Տեսեք, մենք գիտենք, որ մեծ քանակի երիտասարդներ, որոնք որ ավարտում են կիրառական մաթեմատիկայի, ինֆորմատիկայի ուղղությունը, մաթեմատիկայի, ֆիզիկայի, շատ արագ կարողանում են հաջողությամբ ինտեգրվել տարբեր տեսակի IT ընկերություններում եւ բարձր աշխատավարձով անցնել աշխատանքի։ Իսկ ինչ կարելի է ասել այն երիտասարդների մասին, ովքեր ի վերջո գնում են դեպի հիմնարար գիտություն, այդ ինֆորմատիկայի հիմնարար հարցերով են զբաղվում։ Կա արդյոք բավականաչափ քանակ
երիտասարդ մասնագետների, որոնք ի վերջո գերադասում են ավելի շատ ստեղծագործական աշխատանքով զբաղվել եւ ինստիտուտի շրջանակներում գործել։ Ես կարծում եմ ֆիրմաների ազդեցությունը չափազանց բարձր է, ինչու, որովհետեւ իրենք եւս ֆիրմաները շատ կարիք ունեն նման երիտասարդների։ Այսինքն այստեղ կա մրցակցություն։ Մի կողմից ունեն մեծ հնարավորություններ այդ ֆիրմաները ֆինանսական տեսանկյունից, մյուս կողմից երիտասարդներ ունենում են կենցաղային խնդիրներ, որը եւս բնական է։ Եվ կա նաեւ զուգահեռ երիտասարդներ, ովքեր նախընտրում են գիտությունը, այսինքն։ Այո։ Բայց եթե տոկոսային վերցնենք, բնականաբար գերակշռում են այն երիտասարդները, որոնք ուզում են մեկ անգամից մտնել ինդուստրիա, որպեսզի իրենց գիտելիքները կիրառեն։ Գիտեք ինչի, ես պատահական չի, որ այդ հարցը տվեցի։ Ես հիշում եմ մի քննարկում կամ, որին ես էլ էի մասնակցում, եւ այնտեղ, այսպես ասած, IT-շնիկ տղաներ էին, լուրջ ընկերությունների ղեկավարներ էին եւ գիտնականներ էին։ Եվ այնտեղ շատ հետաքրքիր մի հարց բարձրացվեց։ Նրանց ասացին, լավ, մենք համաձայն ենք, որ դες մասնագետներ են պետք, բայց եկեք ընդունենք, որ եթե դուք լավագույններին տանեք, որոշ ժամանակ հետո, երբ սննդափոխություն սկսվի, բուհերում կմնան քիչ քանակի լավ մասնագետներ եւ դա համապատասխանաբար կանադառնա կրթության մակարդակի վրա, ինչը իր հերթին կբերի նրա, որ դուք ավելի թույլ մասնագետներ հետագայում կստանաք եւ այսպես դոմինոյի էֆեկտի պես կսկսի ամեն ինչ փլվել։ Եվ հետեւաբար ի վերջո պետք է մտածել նրա մասին, որ նույն ընկերությունները իր հերթին որոշ ֆինանսներ հատկացնեն նաև ֆունդամենտալ գիտությունը ֆինանսավորելու համար։ Եվ օրինակ միկրոէլեկտրոնիկայի ոլորտում ես գիտեմ, որ դա կա։ Օրինակ նույն Philips-ը ես հիշում եմ ժամանակին շատ մեծ, դա 90-ականներին մեծ գումարներ էին հատկացնում այդ research and development-ի վրա եւ այնտեղ ստանում են շատ լուրջ արդյունքներ գիտական։ Կա արդյոք հույս, որ Հայաստանում այդ գիտակցումը կգա ընկերություններում եւ կհասկանան, որ դա իրենց պետք է։ Կարծում եմ կլինի, բայց միևնույն ժամանակ կան մշակութային տարբերություններ։ Ես ինքս պաշտպանել եմ Ֆրանսիայում, օրինակ École Polytechnique-ը, որը համարվում է լավագույն ինժեներական բուհը Ֆրանսիայում, որը ստեղծվել է դեռևս Նապոլեոնի օրոք, այնտեղ ավարտում են ընդունվողների 9%-ը։ Բայց 9%-ը ոչ թե ավարտում են, որ գնում են մասնավոր հատված, այլ այդքանն են կարողանում։ Բայց ես մի քանի անգամ մասնակցել եմ ավարտական աշխատանքներին եւ բոլոր ընկերությունները սպասում են ոնց վերցնեն այդ երեխաներին։ Մեզ մոտ կա մշակութային տարբերություն։ Երկրորդ կուրսից սկսած երեխաները աշխատում են։ Ոստի չեն ստանում լավագույնս բազային գիտելիքներ։ Այսինքն մենք պետք է հասկանանք ինչպես կարող ենք հաղթահարենք սա, որպեսզի երեխան ավելի մոտիվացված լինի սովորի եւ ոչ թե գնա մասնավոր սեկտոր սկսած երկրորդ կուրսից, որովհետև դա խաթարելու է իր հետագա գիտելիքների ընկալումն տեսանկյունից։ Այսա պետք է կարողանանք հասկանանք պետության մեջ կամ համագործակցելով մասնավորի հետ ինչպես կարող ենք փոխել, որպեսզի երեխան ավելի կարևորի ուսուցումը, քան թե ժամանակավոր աշխատանքը։ Այսինքն մենք եկանք նորից այն հարցին, որ սկզբից էինք քննարկում, որ քանի որ կոպիտ ասած կոդ գրողների պահանջարկը արդեն փոքրանում է, նորմալ աշխատանք կկարողանան գտնել արդեն այն ուսանողները, որոնք կունենան լրիվ այլ մակարդակի գիտելիքներ եւ հետեւաբար համալսարանական կրթության կարեւորությունը նորից կբարձրանա եւ դա կբերի իր հերթին համապատասխան ֆինանսական ռեսուրսների հատկացման անհրաժեշտությանը։ Կոպիտ եթե նորից շարունակենք երկրորդ կուրսից եթե երեխան ընտրում է մասնավոր հատվածը, շանսերը շատ քչանում են, որ հետագայում ինքը ավելի մեծ բարձունքների կհասնի։ Հա։ Այսինքն մենք պետք է մտածենք ոչ թե պատրաստենք միջին կարգի մասնագետներ, այլ բարձր կարգի մասնագետներ, որի համար շատ կարևոր է, որ ակադեմիական կրթությունը լիովին ուսանողը ստանա։ Այսօր կան նույն ֆիզիկայում ուղղություններ, որտեղ մեծ տվյալների հետ են գործ ունենում եւ դա շատ կարևոր մի ճյուղ է, որովհետեւ օրինակ նույն մեծ հադրոնային կոլայդերի հետ կապված, երբ փորձերը իրականացվում են, այնուհետև վերլուծությունը ստացված արդյունքների տևում է պարզապես ամիսներ, եթե ոչ տարիներ, եւ դա ահռելի ինֆորմացիայի մասիվ է, որը պետք է այս կամ այն կերպ մշակվի եւ հասկացվի։ Ես որքանով գիտեմ, ֆիզիկա ինստիտուտում փայլուն խմբեր կան, որտեղ այսպես կոչված ֆիզիկական խնդիրների ծրագրավորման խնդիրներով են զբաղվում եւ դա նույնիսկ իր անվանումը ունի, numerical physics են անվանում։
եւ այդ big data-ի հետ կապված աշխատանքներ են տարվում։ Կան արդյոք խնդիրներ այդ ոլորտում, որոնք կրում են հիմնարար բնույթ եւ դեռ սպասելի են կարևոր արդյունքներ զուտ գիտական ոլորտում, թե դա այսօր զուտ արդեն կիրառական գործիքակազմ է եւ պետք է պարզապես լավ հմտանալ, որ այդ ամենը մշակվի։ Կարծում եմ կլինեն, տեսեք, այստեղ մեծ տվյալները կամ big data-ն ինչպես նշեցին, դա մեծության հետ կապ չունի։ Չէ, դա այն տվյալներն են, որոնք կարգավորված չեն։ Եվ այսօր ինչու համար է դա շատ կարևոր դառնում, այդ տվյալների 90%-ը դրանք չկարգավորված տվյալներն են։ Օրինակ վերցնենք սոցիալական ցանցերը, դու կարող ես post անես, մեկ շարադրություն գրես, նկարներ դնես, վիդեո դնես, այսինքն դրանք այն տվյալներն են, որ չունեն որևիցե կառուցվածք։ Եվ ուստի շատ դժվար է դառնում ինչպես մշակենք, ինչպես քաղենք օգուտ այդպիսի տվյալներից։ Եվ եթե մենք օգտագործենք նաև մեր տվյալները, մենք կարող ենք ունենանք նաև շահ դրանից, այսինքն ունենանք ալգորիթմներ, ունենանք տվյալներ, հա, օրինակ վերցնենք վերջի մեր փոքրիկ աշխատանքների ուսանողների հետ բյուրականի աստղադիտարանի հետ։ Կա շրջահայացությունը, դիտված են բազմաթիվ մոտ 20 միլիոն օբյեկտներ, բայց ինչպիսի օբյեկտներ են դրանք, շատ լավ կլինի, որպեսզի կարողանանք վեր հանենք, վեր ծանենք, որի համար պահանջում է ենթակառուցվածքներ։ Դասակարգումը նկատի դասակարգումը եւ հետագայում նաեւ ավելի առաջ գնալով, այսինքն շատ կարեւոր է, այսինքն այսպես կարող են վերել նաեւ այլ ոլորտներից եւ ուստի այստեղ եւս կարեւորվում է մաթեմատիկական մտածողությունը եւ ժամանակակից ալգորիթմները, որովհետեւ պետք է օգտագործենք մեծ տվյալներին բնորոշ ալգորիթմներ եւ մեթոդներ։ Ուստի մենք պետք է ունենանք նման գիտելիքներ։ Մեծ տվյալները սովորաբար ունի շատ դասական սահմանում, անգլերենով ասում են 3V, այսինքն volume, որը մեծությունն է, velocity, որը արագությունն է, այսինքն ինքը աճում է, եւ variety, որը ունի ձև, այսինքն բազմազանությունը։ Այսինքն այս 3 տվյալներին, այս 3 հատկություններին եթե բավարարում է, ապա սովորաբար դրանց անվանում ենք մեծ տվյալներ։ Եվ այստեղ ես շատ կարևորում եմ այդ բազմազանությունը, որովհետև խնդիրների լուծման համար այսօր մենք չենք կարող մի source-ից օգտվենք։ Պատկերացրեք, օրինակ բանկում պետք է իմանան շահառուն վճարող ունակ է թե չէ։ Նրանք օգտվում են տարբեր տվյալներից։ Կարող է լինել սոցիալական ցանցեր, բանկային համակարգ, իր եկամուտներ եւ այլն եւ այլն։ Այսինքն պետք է վերցնել այդ բոլոր տվյալները եւ փորձել անել ճիշտ որոշում։ Արդյոք օրինակ վարկ տրամադրել թե ոչ։ Եվ դրա լուծման համար բնականաբար դա այդքան էլ դա էլ հենց վերլուծությունն է։ Դա էլ հենց վերլուծությունն է, որովհետեւ դուք պետք է վերլուծեք տարբեր տվյալներից եկող ինֆորմացիան, որոնք սովորաբար իրար հետ կապ չունեն։ Եվ ունեն տարբեր ֆորմատներ։ Ասենք կարող է նաև քրեագիտության մեջ շատ կարևոր լինի։ Այո։ Եվ դուք փաստորեն փորձում եք հանցագործին ինչ-որ կերպ որոշել եւ կառուցում եք տվյալները։ Որոշելու համար դուք կարող եք նայեք օրինակ իրեն սոցիալական ցանցում ինչ գրառումներ անել, կարող եք իրեն նկարը, դեմքը հասկանալ ինչ վիճակ, հոգեվիճակում ա եղել, այսինքն բազմաթիվ դեպքեր։ Եվ ուստի պետք է այդ բոլորը ընդհանուրի մեջ դնել եւ տալ մեկ որոշում։ Արդյոք հանցագործը թե ոչ։ Նորից էլի համակարգման հարց։ Համակարգման, այո, եւ վերլուծության ճիշտ վերլուծության հարցը, որը շատ կարեւոր է դառնում այստեղ։ Եվ այդտեղ գործիքներից մեկը կարող է լինել նույն արհեստական բանականության գործիքները։ Բարի։ Այսինքն։ Շատ շնորհակալ ենք հետաքրքիր Շնորհակալություն։